300-ից ավելի խախտումներ են արձանագրել Արդար Քվե դիտորդական առաքելությունում։ Դեպքերի մեծ մասը վերաբերվում է վարչական ռեսուրսի օգտագործմանը։ Վարչական ռեսուրսը ոչ թե չարաշահումը, շատերը այդ բառն են օգտագործում, բայց պետք է ասել օգտագործումը չի թույլատրվում։ Ով կարող է օգտագործել վարչական ռեսուրսը, ով որ ունի այդ վարչական ռեսուրսը, ով ունի վարչական ռեսուրս, ով իշխանություն ունի։ Ատոմ Մխիթարյանը 15 տարի եւ ավելի դասավանդում է ընտրական իրավունք եւ ընտրական տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագիրը։ Նա առանձնացրել է տարածված ընտրախախտումների մի քանի խումբ, որոնք լինում են նախընտրական շրջանում եւ բուն քվեարկության օրը։ Ընտրախախտումների առաջին խումբը տարբեր մեթոդներով անձի ընտրության վրա ազդելու մասին է։ Մխիթարյանի խոսքով բռնաճնշումները հասնում են գագաթնակետին հատկապես ընտրության նախորդող օրերին։ Սա հատկապես կիրառվում է վարչական ռեսուրս ունեցողների կողմից կրթության համակարգի աշխատողների նկատմամբ։ Եվ արդյունքը կարող է լինել այն, որ այն մարդիկ, որոնք այդ ցուցումներին չեն ենթարկվում, նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը, ամենակիչը։ Եվ դրա համար նրանք եւ իրենց ընտանիքները լծվում են այդ գործին, ոչ միայն իրենք քվեարկել ինչ-որ մի ուղղության, այսինքն վարչական ռեսուրս ունեցողների վարչական ռեսուրսը ապահովելու ուղղությամբ, այլ նաև իրենց ընտանիքի անդամներին եւ իրենց ազդեցության տակ գտնվող մարդկանց, օրինակ դպրոցի տնօրենը ուսուցիչների միջոցով, երեխաների ծնողների միջոցով ինչքան մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Սա ամենամեծ խախտումն է, որ հիմա մենք կարող ենք անմիջապես նկատել։ Խախտումների երկրորդ խմբում քարոզարշավի կանոնների խախտումներն են։ Քարոզչական նյութերի փակցնելը անհասկանալի է որտեղ, որովհետև դրա համար հատուկ սահմանված տեղեր կան։ Եվ մեր քաղաքացիները պիտի իմանան, որ եթե սահմանված տեղից ուրիշ տեղ է փակցված, օրինակ պետական շենքի վրա, անթույլատրելի է, անմիջապես պետք է դրա մասին զեկուցել։ Զեկուցելու համար կան տարբեր հնարավորություններ, այդ թվում նաև արդարքվե.հայ կայքը։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է արձանագրել խախտումը, ուղարկել Արդար Քվե դիտորդական առաքելության սոցիալական էջերին, պարտադրելով ազատ ու արդար ընտրություններ։ Խախտումների երրորդ խումբը հենց քվեարկության օրը տեղի ունեցող ընտրախախտումներն են։ Կա հիմնական ցուցակներ ընտրողների, որտեղ մարդկանց անունները արդեն գրված են ըստ իրենց հաշվառման վայրերի։ Ուրեմն հաշվառման վայրի կա ցուցակ եւ ըստ հասցեների դուք կարող եք տեսնել։ Նախապես խնդրում եմ ստուգել, արդյոք ձեր հասցեի վրա ուրիշ մարդիկ չկան գրված։ Դա չի նշանակում գրանցված լինել։ Դա նշանակում է քվեարկության համար լինել այդ հասցեում։ Եղավ շատ մարդիկ մտածում են, այս մարդուն բերել են իմ տան վրա են գրանցել։ Ոչ, դա գրանցել չի։ Ուղղակի մարդը կարող է գրել, որ ես քվեարկության օրը լինելու եմ այսինչ հասցեում, եւ ներքին գործերի նախարարությունը նրա անունը հանում է իր հիմնական հաշվառման վայրից եւ միայն քվեարկության համար նրան տեղադրում է լրացուցիչ ցուցակում եւ տվյալ հասցեով։ Յուրաքանչյուրը կարող է մտնել elections.am կայք եւ ընտրողների ռեգիստրում ստուգել, արդյոք իր հասցեում անծանոթ մարդիկ չկան գրանցված։ Պետք է հետևել նաեւ ընտրողների լրացուցիչ ցուցակներին։ Արդյոք այն մարդը, որը լրացուցիչ ցուցակում է քվեարկում, ստորագրում եւ քվեարկում, արդյոք նրա անունը հանված է իր հաշվառման վայրի ցուցակից, որովհետեւ կարող է լինել դեպքեր, չի կարելի բացառել, որ նույն մարդը հանված չլինի իր հիմնական հաշվառման վայրի ցուցակից եւ ներառված լինի ոչ թե 1 լրացուցիչ ցուցակում, այլ օրինակ 5 լրացուցիչ ցուցակում, որովհետեւ օրվա ընթացքում մարդը կարող է մի քանի տեղամաս գնալ եւ նույն տեղեկանքով օրինակ կամ տարբեր տեղեկանքներով քվեարկել եւ ըստ էության խախտում անել։ Ատոմ Մխիթարյանը զգուշացնում է, որ կրկնակի ընտրությունը քրեական հանցագործություն է եւ օրինախախտումը կատարած անձին սպառնում է 5 տարի ազատազրկում։ Պետք է վերահսկել նաեւ զինվորականների ընտրությունը։ Նրանց ցուցակները փակ են, ոչ ոք նախապես չի կարող տեսնել եւ չի բացառվում, որ նույն զինվորականը մի քանի տեղ կքվեարկի։ Հատկապես դիտորդները վստահված անձիկ խնդրում են, որպեսզի նրանք համապատասխան լուսանկարներ անեն, նրանց թույլատրվում է ընտրական տեղամասում ցանկացած տեսանկարահանում, լուսանկարահանում ձայնագրություններ կազմակերպել, չխախտելով քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Կարող եք այդ լուսանկարները անել, որպեսզի այն մարդիկ, որոնք հետաքրքրված են, կարողանան համեմատել։ Արդյոք նույն մարդը չի քվեարկում այս տեղամասում, մյուս տեղամասում։
Ատոմ Մխիթարյանը նկատում է նաև, որ երիտասարդները խուսափում են գնալ ընտրության, ընտրական կարգը չիմանալու պատճառով։ Երիտասարդների մասնակցությունը ընտրություններին շատ կարևոր է։ Իսկ վերջին համապետական ընտրություններից հետո 5 տարվա ընթացքում ընտրողների տարիքային շեմը հատել է 200,000 մարդ։ Ավագ տարիքի մարդիկ ավելի ակտիվ են քվեարկում, քան երիտասարդները, եւ ստացվում է, որ Հայաստանում ավագ տարիքի մարդիկ որոշում են երկրի ապագան, այնպիսի երկրի ապագան, որտեղ ապրելու են հենց երիտասարդները։ Ատոմ Մխիթարյանը հորդորում է բոլորին մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին եւ քվեարկել խղճի մտոք։ Փիրուզա Մուսալյան, Դավիթ Հակոբյան, Երկիրն այսօր։